Ողջույն մեր բոլորի կողմից սիրված Անի Թովմասյանը, նույն ինքը Շպրոտը Միացյալ Նահանգներում է եւ համաձայնել է մեզ համար պատրաստել։ Հետևեք մեր հաղորդման ընթացքին։ Ողջույն Անի։ Ողջույն։ Հայկական երկրորդ հեռուստալիքն է, քաղցած չեն սպասում Արթումը։ Համեցեք, ես ձեզ սպասում էի ճիշտ ասած։ Իհարկե, մենք պայմանավորվեցինք քեզ հետ։ Անունը դիպողեք թվում այդ չէին սպասում ի պահը։ Չէ, քաղցած չէին սպասում։ Okay, Գնանք դեպի խոհանոց։ Գնացինք։ Ինչպես է Անի։ Լավ, ինչպես տեսնում եք, ոչինչ չի փոխվել իմ տանը, անցյալ ձեր գալուց հետո։ Ես ապրում եմ նույն բնակարանում։ Ամեն ինչ նույնն է, նույնիսկ կահույքս չի փոխվել 3 տարվա ընթացքում, այնպես որ իմ ճուզողները շատ կուրախանան, որ ոչինչ չի փոխվել իմ տանը։ Բայց տեսք շատ լավ է, փոխվել ես դեպի լավը։ Ավելի շատ իմ վրա եմ աշխատել։ Այդ լավ է։ Ճուզողներ, ինչի այդպիսի մարդիկ կան։ Շատ։ Այս վերջերս այնքան են շատացել։ Լուրջ։ Ամերիկացիներ թե հայեր։ Հայաստանում։ Հայաստանում։ Հայաստանի հետ ինչ կապ ունես դու 6-7 տարի չես եղել Հայաստանում։ Գիտեմ, չեն մոռանում, հանգիստ չեն թողնում։ Ովքեր։ Սկզբում լրագրողները, հետո մարդիկ սկսում են sense ինչ որ տապակվել այդ ամեն ինչի մեջ ու ինձ միշտ ինֆորմացնում են, որ տեսել ես, տեսել ես, տեսել ես։ Ինչի մեջ ես մեղադրվում Անի։ Սեքսուալ լինելու։ Դա մեղադրանք է։ Այո։ Միթե դա Շատ ուժեղ մեղադրանք է։ Ես հպարտ եմ, բայց նրանց թվում է, որ եթե կինը սեքսուալ է, ապա ուրիշ ոչինչ չունի ցույց տալու։ Ամոթ մեր լրագրողներին, եթե նրանք այդպես են մատուցում։ Ինչ որ ոնց էին գրել լանջաբացվածք Շպրոտը իր փարթամ կուրծքը լանջաբացված շորով ինչ որ ստիպի ինչ որ տեքստեր։ Բայց լավ զգա այդպեսի բաներ։ Ամեն ես շատ լավ եմ զգում, որ ես կարող եմ բացել այսուհետ իմ լանջա whatever։ Ահա, բայց ինչ որ բաներ փոխվել են, անգլերեն բառեր ես օգտագործում։ I mean, շատ վատ է։ So okay։ Լավ, թողնենք նեգատիվ բաները, նեգատիվ մարդիկ միշտ էլ կան, ճուզող մարդիկ միշտ էլ կան, ես նրանց միշտ ասում եմ, fuck ճուզող մարդիկ։ Լավ, տգեղ բառեր չօգտագործեն։ Ես միշտ օգտագործում եմ։ Ով ինչ անում է, իրեն է անում։ Այդպես մոտենանք արդյոք։ Okay, լավ, մոնտաժ եք անելու այդ պահը։ Իհարկե ոչ։ Oh my god։ Կարող ենք տու դնել։ Լավ, մատուցիչ չտվեցի։ Okay, ես ընդհանրապես պատրաստելու հետ կապ չունես։ Հա, չէ, ունեն շատ ներեգություն, հենց էտա, որ եթե դու ունես լանջաբացվածք, դա չի նշանակում, որ դու չես կարող պատրաստել խոհանոցում։ Ես շատ համեղ եմ պատրաստում, Սուրեն։ Ես պատրաստում եմ հայկական տոլմա, թփով տոլմա, խառը տոլմա, բորշ, ուկրաինական, հարիսա հավով։ Ամեն ինչը պարզ է, դա ում հետ ես, ում համար ես պատրաստում եւ ում հետ։ Ինքս ինձ համար ես վերջերս բազուկի ճաղեր իմ Instagram որ մտնեք կտեսնեք իմ էջում գրված է, ես միշտ post եմ անում, ես ինչ եմ պատրաստում, բայց այսօր չեմ պատրաստելու այն ինչ որ ես միշտ պատրաստում եմ։ Մինչև չամուսնանաս, քեզ լրագրողները հանգիստ չեն թողելու, այնպես որ ինչ որ մեկի համար պիտի պատրաստես որ եթե ինձ լրագրողները հանգիստ չթողնեն, ես չեմ կարող ամուսնանամ։ Չէ, իրականում շատ սիրում եմ խոհանոցը, եթե ունեմ ժամանակ եւ տրամադրություն։ Իսկ ընդհանրապես սիրում ես։ Ընդհանրապես չեմ սիրում։ Տխրեցիր։ Դե հա, այս պահին չեմ սիրում։ Հա, այս պահին կոնկրետ այսօր առավոտյան չես սիրում։ Մի շաբաթ արագ սիրում էիր։ Հա։ Յա։ Կորցրեցիր։ Ես շատ հաճախ կորուստներ եմ ունենում Միացյալ Նահանգներում։ Եվ ինչպես ես կարողանում։ Քանի որ այստեղ կյանքը շատ հաղթահարել այդ դժվարությունները։ Իմ Իմ կյանքում էլ այս պահին շատ բարդ է ամեն ինչ։ Շատ դժվար։ Իսկ ինձ հետ ինչ անեմ։ Հա, Սուրեն, չգիտեմ, սենց մի հատ որը ժամանակը բուժում է, գիտես դրա մասին, որ ժամանակը միշտ բուժում է ցավերը։ Բայց եթե ուղեղի դու կաշվի տակից դուրս չի գալիս, ինչ անես։ Ուղղակի պիտի սպասես ընդհանրապես։ Ու մի պայքարի, մեկը դուրս չի գալու, ոչ ուղեղից հետ, ոչ կաշվի տակից, ինքը մեկը դուրս չի գալու, պիտի հարմարվես, չպայքարես։ Չես կարող չմտածել նրա մասին։ Մի պայքարի, մտածի։ Մտածել։ Յա, էտա, հա, փրկություն չկա։ Պիտի մտածես, այնքան մտածես, մեկ էլ սենց զգում ես, որ մի 5 րոպե էլ չես մտածում, մեկ էլ անցնում է որոշ ժամանակ, արդեն 10 րոպե չմտածեցի։ Պատկերացնես սկսեմ հետևել, թե քանի րոպե մեկ մտածում եմ։ Տենց է։
Լավ, վերադառնանք քո կյանքի, վերադառնանք քո կյանքի։ Վերադառնանք աշխարհ։ Այո։ Իմ մոտ էլ է նույն վիճակը։ Շատ դժվար է մենակ ապրել, շատ ես երբեք չէի պատկերացնի, որ սենց Ժամանակ Էրնեստն էր քեզ հետ միասին ապրում։ Ճիշտն ասած, երբ որ դուք այցելեցիք այդ անգամ իմ բնակարան, Էրնեստը նոր էր ժամանել Հայաստանից ու ինքը իմ տանն էր ապրում, բայց ընդամենը մի ամիս հետո ինքը արդեն առանձնացավ։ Փառք Աստծո, ինքը հիմա ունի առանձին Բարեխիղ քեսով Հայաստանից գալիս է, ասում ես կարող եք իմ մոտ ապրել։ Բոլորին չէ, բայց քանի որ ես անցել եմ այդ ճանապարհով ու ինձ շատ մարդիկ են հյուրընկալել, պահել, որոնք էլ ասել են գնա մեր տնից, բայց դա կապ չունի, ես շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր ինձ պահել են, այնպես որ ես էլ պիտի Այս պահին նորմալ աշխատանք ունես։ Այո, այս պահին աշխատում եմ Մարան ռեստորանում, որպես երգչուհի։ Բայց ինչ նշեցիր որպես երգչուհի։ Ուղղակի տենց է, որ միշտ ես նշում եմ ինչ եմ աշխատում, տարբեր։ Պարզ է խոհարար չէիր աշխատելու ռեստորանում։ Լուրջ, իսկ ասենք 5 տարի առաջով էր աշխատում housekeeper Նյու Յորքում։ Հավաքում էր տներ, հա։ Այո, տներ չէ, հյուրանոցի համար էր, Եթե քեզ թվում է Մադոննայի ճանապարհը այլ է եղել, սխալվում ես։ Ուղղակի Մադոննայինը աճեց, իմը տենց մնաց նույն տեղում։ Դե Քանի որ հայ ես, հայ, արդեն միայն հայկական շուկայի համար ստեղծագործում դրա չես աճում։ Նույնիսկ եթե ամերիկացիների համար ստեղծագործես, մեկը էլի քո համար է ստեղծագործում։ Չեմ հասկանում, դու սիրում ես հայերին, թե չես սիրում։ Ես շատ սիրում եմ հայերին, բայց Միացյալ Նահանգներում անհնար է լինես հայ ու ինչ որ բարձրունքների հասնես հոլիվուդյան շուկայում, եթե դու դաստիարակվել ես սովետական միությունում, իրանք քեզ չեն հարգում։ Ուրեմն ճիշտ մարդիկ չեն քնում քո տանը։ No, չէ, լուրջ եմ քեզ ասում։ Եթե քո վրա այդ սովետական միության հոտ է գալիս, Հոլիվուդը քեզ չի ընդունում։ Բայց դու ինչ կապ ունես սովետական միության հետ։ Ես, ասենք ես քյարթ մեծացել եմ 7-րդ մասիվում, քյարթու աղջիկ եմ։ Ես չեմ ժպտում, ես լեզուն լավ սովետական չգիտեմ։ միություն չի եղել, երբ որ դու մեծացել ես, արդեն անկախ Հայաստան է։ Ոչ, եղել է, Տարիքդ չնշես։ ես պիոներել եմ եղել ու ես 36 տարեկան եմ, մի հատ ինձ նայեք։ Սիրում եմ քո անկեղծությունը։ Thank you։ Ինչ կարող ես։ Իսկ մոտ ապագայում ինչ պլաններ ունես։ Մոտ ապագայում պիտի խաղամ առաջարկ եմ ստացել, պիտի ներկայացման մեջ խաղամ, չեմ ասի ինչ ներկայացում է, փոքրիկ ներկայացումիկներ են, որտեղ պիտի փորձեմ ինձ Ում հետ ես անում հայերի թե։ Բեմում հայերի Կալիֆոռնիայի երաժշտաթատերական միության հետ, Վիկտոր Մարտիրոսյանի հետ։ Վիկտոր Մարտիրոսյանի հետ եւ իհարկե բեմադրիչ Արսեն Վարդանյանի հետ։ Այնպես որ Ներկայացումից խոսեցինք, ես էլ ներկայացնեմ իմ ներկայացումը ապրիլի 4-ին եւ մայիսի 24-ին դրամատիկական թատրոնում տեղի կունենա Սևդարը շոկոլադ ներկայացումը, գլխավոր դերերում Արամոն եւ Լուիզա Ղամբարյանը, պիեսի հեղինակը Էմմա Պետրոսյանն է։ Եթե այնտեղ կլինես, համեցիր։ Էս հրավիրատոմս է։ Այո։ Կգաս Հայաստան ներկայացման։ Հայաստան։ Այո։ Ինձ թվաց էստեղ։ Այստեղ կլինի Հիմա երևի ինչ եք էսից հոկտեմբերին բերել, կամ ինչ եք նոյեմբերին։ էսից բերել ջիջիլ գցում, ասում որ Հայաստան։ Ինչ կպատրաստես այսօր մեզ համար։ Ասենք ինձ բերել են հրավիրատոմս Միացյալ Նահանգներ։ Այսօր պատրաստելու եմ ֆրանսիական հացով սալմոն հայերեն։ Սողմա։ Սաղմա։ Հա։ Okay։ Ամեն շատ բարձ է։ Իսկ ինչ է պետք, ինչ է հարկավոր մեզ սաղմոն Մեզ պետք է պատրաստելու համար։ սալմոն ֆրանսիական երկար հաց։ Դու քո ռեպերտուարը ցերու չես գնում, հա, շպրոտ, ձկային ինչ որ բաներ։ Դե, ասենք ուրիշ ինչ պետք է պատրաստեի։ Իրականում շատ համեղ է, մեր Մարան ռեստորանում են դա հյուրասիրում, ես շեֆից եմ հարցրել այնտեղ, այ մին խոհարարից, ոչ թե տնօրենից։ Այստեղ խոհարարին ասում են շեֆ։ Ու ինքը թարխունով ինչ որ երբեք չեմ պատրաստի, առաջի անգամ պիտի պատրաստենք, հուսով եմ չենք թունավորվի։ Ես էլ եմ հուսով, իսկ սովորաբար տանն ես ուտում, թե չես Սովորաբար հասցնում։ տանն եմ ուտում, երբ չեմ հասցնում, բնականաբար դրսում, բայց մաման միշտ ասում է, փորձի տանը ուտես, որտեվ տանը առողջ չի 6-7 տարիների ընթացքում մայրիկը եկավ, այնուամենայնիվ Չէ, թե ոչ։ մայրիկս չեկավ, բայց արդեն 6 տարի է մայրիկս ամեն օր ժամը 7:30 ինձ զանգում է։ Լուրջ։ Մամայիս պաչկներ։ Ես հիշեցնեմ մեր հեռուստադիտողին, եթե չեն հասցրել հաղորդումը դիտել ուղիղ եթերում, ապա կարող են այցելել Չեն սպասում .am կայքը եւ դիտեն մեր հաղորդումները այնտեղ, մայրիկիդ համար է սա։ Ես էլ կարող եմ դիտել ինտերնետով արդեն։ Այո, կարևոր ինֆորմացիա մայրիկիդ համար եւ ոչ միայն մայրիկիդ, այլ բոլոր հայերի համար։ Հիշեցիր Չեն սպասում .am։ Չէին սպաս, շատ դժվար է։ Ինչն է դժվար։ Չէին սպասում .am։ Դժվարը քո կյանքն է, որ օտար երկրում մենակ անսեր ապրում ես։ Ճիշտ ես ասում, շատ դաժան ես դու։ Գնացինք, գնում ենք առևտուր անենք, հա։
Հա, գնանք առևտուր անենք եւ եթե մենք լինենք Հայաստանում, ապա ես կառաջարկեի այցելել Նորզով սուպերմարկետ եւ այնտեղից գնումներ կատարել։ Այնտեղ միշտ զով է։ Ոչ, Նորզովքում միշտ զով գներ են, այո։ Օ, զով։ Գները շատ մատչելի Հենց են։ գները իմանում ես հենց զով ալու։ Եվ ամեն ինչ կա Նորզովքում, ամեն ինչ որակով է։ Մի խոսքով այն ժամանակ, երբ որ դուք այր Նորզով չկար, հիմա արդեն Նորզով սուպերմարկետներից Իդեպ անց կա։ ասեմ հայկական սնունդը շատ ավելի օրգանիկ է, ինչպես ամերիկացիք են սիրում ասեն, քան այստեղ, քանի որ այստեղ յուրաքանչյուր նույնիսկ բանջարեղենից չաղանում ես։ Այստեղ շատ վատն է սնունդը։ Իսկ Հայաստան հենց գնում ես միանգամից նիհարում ես, նկատել եմ ընկերներիս մոտ։ Այնպես որ ես հավատում եմ Նորզովքին։ Հուսով եմ մոտ ապագայում կվերադառնաս Հայաստան եւ այնտեղ կբնակվես եւ գնումներ կկատարես Նորզովքից։ Գնացինք։ Էլի մամա այդ կարոտում է շատ։ Լավ, ինչ ես կորցրես Ամերիկայում։ Չգիտեմ, կոմֆորտ։ Հետ տարի մի հատ շուտ։ Գալու եմ։ Հայաստան Ով չի գալի։ 6 ամիս ընդ է, 6 ամիս է։ Հեսա հենց եղավ։ Ձմեռը էստեղ, ամառը այնտեղ։ Օ, էսի Լավ ես բռ։ Անի պատրաստ ես։ Այո, պատրաստ եմ։ Ինչպես են գնում, ինչով են գնում։ Գնում ենք իմ փդած մեքենայով եւ մեքենա շատ կեղտոտ է, չնկարեք։ Դու այստեղ ես մեքենան դեռ զգուշ քշի, Հայաստանում մի 15 տարի կարող են այսպիսի մեքենաները դեռ ծառայել մեր հայրենակիցներին։ Լուրջ։ Փտածը ո՞րն է այս մեքենայի, նորմալ մեքենա է։ Փդած մեքենայի ամեն օր մի բան փչանում է։ Հա, այդպես է։ Եթե Հայաստանում լինենք, պիտի գնայինք Նորզով, իսկ այստեղ թե ուր պիտի գնանք, դու պիտի ասես, գնացինք։ Գնանք, իա, մեզ մոտ հենց խանութ ունենք հայկական, գնանք Ես քո համար դուրը բացեմ։ Պարզ է, այստեղ ընդունված չէ, դա այդ մշակույթը։ Շնորհակալություն։ Թե այդ մշակույթը։ Նայած տղա։ Այո։ Եթե տղա մարդկանց մասին է խոսքը։ Անի, Ջանամ։ լավ ես վարում մեքենա։ Ոչ։ Մխիթարեցիր։ Միգուցե փոխվենք տերերով։ Շատ հեռու չենք գնում, ես ֆրիվեյ չեմ քշում։ Լուրջ, ինչի։ Վախենում եմ։ Ֆրիվեյից թե արագությունից։ Ֆրիվեյից եւ արագությունից եմ վախենում։ Բոլորը զարմանում են, ասում են, քո նման աղջիկը խիզախ, ինչպես կարող է ֆրիվեյից վախենալ։ Գիտեի, որ դու անվախ ես։ Չէ, ես իրականում շատ բաներ կան, որ Եթե վախենում եմ։ օթանավտան, օթանավեկը քշես ինձ թվում է։ Ես վախենում եմ օրինակ խավարասերներից, տարականներից, որոշ մարդկանցից եւ վախենում եմ ֆրիվեյից։ Արագությունից։ Ահա։ Անի այնուամենայնիվ ինչն է այդքան գայթակղում, որ դու այս երկրում ես։ Կոմֆորտը։ Չնայած որ կոմֆորտը ստիպում է մարդկանց ռոբոտանալ, ես դա համոզվել եմ, մենք բոլորս այստեղ ոնց որ ռոբոտներ լինենք եւ կոմֆորտն է, որ ստիպում է եղանակը, շատ բաներ կան, որ ստիպում է ապրել այս երկրում, բայց ամենաառաջնայինը կոմֆորտն է։ Ասում են այստեղ մարդկությունն է քիչ։ Հասկանում ես ինչ նկատի ունեմ։ Գիտես ոնց, մարդիկ այնպես այստեղ համակարգը ստեղծված, որ շատ զբաղված են եւ շատ արխային են, հա, այդ հայ, չգիտեմ այդ բառը հայերեն է թե չէ։ Ապա այնքան ապահովված են, իրանք գիտեն, որ իրանք ապահովված են երկրի կողմից, ոստիկանների կողմից ու այդ արխայինությունը մարդկանց դրդում է լինել անհոգ ու մի տեսակ բայց ամեն անգամ լուրերից լսում ենք, որ մի հատ հիմար սպանեց 6 հոգու անմեղ եւ այլն այսպիսի բաներ։ Այո, նման բաներ Միացյալ Նահանգներում շատ է լինում, մենք չենք հանդիպել, Աստված չանի հանդիպենք, հա, տենց բաներ։ Հիմար բաներ ծխել, արգելված չկարծես, այստեղ հասկանում եմ։ Խոսքով։ Պատկերացրու այդքան բանի հետ, չէ, որ դու հիմա ինձ ասում ես, որ դրանք տենց նեգատիվ բաներ են։ Այդքան բանի հետ մեկտեղ դու ես երկրում քեզ շատ ապահով ես զգում։ Մենակ այն որ քո հոսանքի փողը ոնց են քեզ բերում տալիս, որ դու պիտի հոսանքի փողը մուծես կամ։ Այո, դա չգիտեմ, ինչպես է կպատնես։ Նամակով սիրուն ստանում ես հոսանքի փողը, չեն բերում կպցնում պատին, ու որ դու քո անունը մանգաս, ու ասենք ինտերնետով մտնում ես շատ արագ վճարումները տանում ես։ Դա Հայաստանում էլ ժամանակի խնդիր է կլինի։ Հայաստանում ես հիշում եմ մենք փող չունեինք մի անգամ չէինք մուծել, գալիս էին որ մեր հոսանքը անջատեին։ Իսկ այստեղ մի քանի ամիս հոսանքը չեն անջատում, թողնում են որ դու փող ունենաս, որ կարողանաս մուծես։ Այդ ես քեզ ուղղակի շատ հասարակ բան եմ ասում։ Էլ չեմ ասում որ եթե ուզում ես տուն առնես, կես միլիոնանոց տունը կարաս ասենք $500 $500 առնես։ Չէ, դա տենց շատ քիչ ես ասում, բայց
Հնարավորությունները շատ են այս երկրում։ Քեզ երկիրը լիքը հնարավորություն ա տալիս։ Ինչու՞ չես տուն առել մինչև այսօր։ Որովհետև ես էլ չունեմ այդ քո ասած $500, որովհետև այդ 500 չի 60,000 ա գոնե մինիմում դի ունենաս, որ կարողանաս տուն առնես։ Ես այս պահին փորձում եի արդեն այդ $500 առաջարկել, Չէ, ջան, գոնե մի 50-60,000 որ ունենաս, եթե մանավանդ մեծ ընտանիք ունես, որ փոքր տուն չես առնի։ Չէ, այսօր այդքան չէին սպասում հարթումը իրեն թույլ տալ չի կարող։ Դե այնպես չի, որ ինձ հələ որ հաջողվել է նման հաջողություններ ունենալ այս երկրում, բայց գոնե հույս ունեմ, որ կլինի։ Եվ այսպես մենք Հիմա ուզում կարծես հասկանամ այս հասնում ենք, հա։ տոտան կամ ջաջան ինչ է, տոտա է ոնց որ հայ ջոջա է, այստեղ բոլորը հայեր են այս խանութից։ Իսկ դա չի նյարդայնացնում քեզ, որ 4 կողմը հայ է։ Պատկերացրեք ոչ, ես նույնիսկ ուրախ եմ, որ 4 կողմը։ Այստեղի հայերը ագրեսիվ չեն։ Հայաստանի հայերն են շատ ագրեսիվ։ Որտեվ որ Հայաստանի հայերը չունեն, այդ ներողություն չունենալուց մարդիկ ագրեսիվ են դառնում, իսկ Քաղցից, այ, քաղցած են դրա համար չէ, ագրեսիվ նույնիսկ են։ եթե ասենք աղջիկը նայում է դու իրանից սիրուն ծիծիկներ ունես, ինքը ասում է խի ես չունեմ այդ ծիծիկներից, ու ինքը նախանձում է քեզ։ Անի ես խնդրում եմ քեզ, այս հաղորդումը առավոտյանը եթեր գնում եւ երեխաները նայում։ Դե երեխաները որ կնգում են բարեմասությունները թողնենք մի կողմ, լավ, եթե կարելի է։ Լսի, երեխան առաջի բանը որ տեսնում է, դա ծիծիկն է։ Հասկացան, քանի անգամ կարող ես նշել այդ բառը։ Էլ չխոսանք երեխան որտեղից է դուրս գալիս, իջի։ Ինչ լեքտի ես։ Անի պատրաստ ես։ Այո։ Նոր զովքում հիանալի է, չգիտեմ այս խանութում ինչպես է եւ տեղերը չգիտեմ ինչը որտեղ է։ Ինչից ենք սկսում։ Իրականում շատ լավ խանութ է, անունը չեմ ասի, բայց ես միշտ այստեղից եմ առևտուր անում, ամեն ինչ շատ թարմ է եւ լավ։ Եկեք։ Զեղչեր ունես պաստորեն այստեղ։ Չէ, զեղչեր չունեմ, բայց սպասարկումը շատ լավն է, ժողովուրդը միշտ ժպիտով։ Okay, սալմոնն է, չէ, երևի։ Այո։ Վերցնենք սալմոնը, տեսնենք մեզ ով Միջալից կօգնի։ նկատի ունեցի, որ ես չեմ ուտելու, որովհետև պահքի շրջանում եմ։ Դավիթի եւ քո համար փորձի։ Փաստորեն պահքի ժամանակ Ձուկ չի կարելի։ նույնիսկ ձուկ չի կարելի, Ոչ։ հա, պահքի ժամանակ։ Բայց խնդիր չկա։ Փաստորեն դու այսօր սոված մնացիր։ Ոչ։ Ես իմանայի, իրոք էլի չֆայմեցի, տես պահքի շրջանին գոնեն հենց բան պիտի պատրաստեի։ Չանի խնդիր չկա, Հա։ ես քաղցած չեմ մնա, ես կբավարարվեմ հոգևոր սննդով։ Okay. Բարև ձեզ։ Լավ, հեսա երևի ազատվի, որ վերցնենք սալմոնը։ Մենք կարող ենք մյուս գնումները կատարել մինչև։ Լավ, մինչև իրանք ազատվեն, չէ։ Եկեք գնանք։ Մայոնեզը ստեղ ես մայոնեզ չեմ ուտում, բայց այս ձուկը մայոնեզով են պատրաստում, բայց ես չգիտեմ մայոնեզը որտեղ է։ Լավ, տեսնենք մի հատ թարխուն կա, չորացրած։ Չենք հասնում քո հետևից անի։ Չորացրած թարխուն ա պետք։ Բանալիները։ Շխշխկում էր հանեցի։ Okay, Ես չգիտեմ։ կարծում եմ թարմ թարխուն է կարող ենք գտնել Չէ, մինչև չենք այլոց։ կարա։ Կարող ենք մենք օրեր առաջ գնել ենք Այնո, թարմ այնտեղ կա, թարխուն։ բայց այս ձկան մեջ պիտի թարմ չլինի։ Չորացած թարխուն։ Չորացած թարխուն պիտի լինի, բայց չգիտեմ իրանք ունեն թե։ Գուցե օգնության կանչենք։ Պետք է հարցնենք թարխուն անգլերեն ոնց է, մի րոպե։ Ժողովուրդ թարխուն անգլերեն ոնց է, որ չորացածը նայեմ տեսնեմ կապի չկա։ Թարագոն։ Ասա բա որ գիտես, ինչ եմ գնում Չգիտեի։ Արցախստանում։ Բա պատկերացրի։ Հիշեցի։ Չունեն։ Հաստատ անգլեն լավ չես սովորել, հա, ես ընթացքում։ Թարխունը չէ։ Տուրմերիկ։ Միգուցե առանց դրա յոլա գնանք։ Ախր այդ շատ կարևոր մասնիկ է այս ձկան մեջ։ Հələ եկեք Անի, ստեղ նայենք։ Հա։ Ես ինձ ասացին, որ մյուս բաժնում է հացը գնենք եւ ապա նոր կբերեն մեզ, լավ։ Թարխուն չորացած։ Չորացած թարխուն մեզ կբերեն։ Հացը այս բաժնում է։ Հացը տեղից չենք վերցնում, ընդեղից ենք վերցնում, որտեղ երկար ֆրանսիական հացեր այն կողմում են, բայց տեղից մեզ ինչ էր պետք։ Ձուկ, չորացած թարխուն, հաց, մայոնեզ, Մայոնեզ ա պետք։ սխտոր հարկավոր է։ Սխտորի փոշի։ Սխտորի փոշի, այստեղ կլինի վստահ եմ։ Այս է։ Ես տունը թարմ սխտոր ունեմ, բայց այդ շեֆը ինձ ասեց, որ սխտորի փոշի մեջ լցնենք, ուրեմն Դες ինչ է ասել սխտորի փոշի։ Եթե երեկոյան պիտի համբուրվես, որպեսզի չբուրես։ Թարմ սխտորից չես բուրում։ դե հենց դա, այո, փոշից չես բուրում։ Okay, դե կարող է բախտը ժպտա մեկի համբուրվեմ, ինչ իմանաս։ Okay, մայոնեզը որտեղ է բա։ Սուրեն, դու ինձ թվում է այս խանութ ավելի լավ գիտես։ Փորձենք ձուկը գնել, լավ։ Մայոնեզի ճարարա։ Ձուկը զբաղված է։ Մեզ որ խնդրենք ձուկ կտակ, թե զբաղված եք։
Okay. No, սպասարկեք։ Գնանք հացը վերցնենք, լավ եկեք։ Ահա։ Ես կպայեմ այս հացը այստեղ։ Մի րոպե մի հատ տեսնեմ որն ենք վերցնում նոր։ Որ պիտի Անի փոքր հաց։ այս վատը չի։ Կարելի է փոքր հաց վերցնեն, սա No, շատ է։ ֆրանսիական է մեզ պետք։ Լավ։ Իրամ պիտի շեղ Մենք կտրտենք։ հենց այստեղ դրամարկղի մոտ քեզ սպասում ենք, դու քո Լավ։ գնումները կատարի եւ արի Okay, այստեղ, լավ։ սխտորը քեզ եմ հանձնում, էլ ինչ էի ասեմ, մայանեզ։ Մայոնեզ, ձուկ։ Մայանեզը ուր Եվ- ասում է։ Ես չեմ ուտում։ Ես մայանեզ չեմ ուտում։ Անի, Այո, բավականին արագ կարողացար կողմնորոշվել, քեզ օգնեցին։ կարծում ես։ Կարևորը թարխունը գտար չորացած։ Այո, թարխունը շատ կարևոր էր, որովհետև ինձ ասել էին, որ պարտադիր պիտի չորացած լինի։ Եվ այսպես 29 ու 31 եւ ես վճարեմ, լավ։ Դու ես վճարում։ Ես առաջարկում եմ վճարել, այո։ No, ինչ Ինչու՞։ վճարի, որովհետև դու Հայաստանից նոր Ես ես եկել։ Հայաստանից փող եմ բերել։ It's okay։ Դեբետ։ Շնորհակալություն, բայց լավ Հիմա չստացվեց։ գնացեք ենքոն, որ փինս հավաքեմ։ Ես տեսա արդեն։ Շնորհակալ ենք։ Ես էլ եմ շնորհակալ, որ եկել Վատ եք։ բաներ է շնորհակալություն։ սովորել Միացյալ Նահանգներում։ Էսի Հայաստանից եմ բերել։ Հայաստանում կանանց համար տղամարդիկ են վճարում։ Փոխարեն նկատի ունեմ։ Այսօր ձեր օրն է, երեխեք ջան, եթե հիշում եք, այսօր հայրենիքի պաշտպանների օրն է։ Ճիշտ է, շնորհակալություն, գնացինք։ Գնացինք, շնորհակալություն։ Անի, Այո, ինչ ենք անում։ դանակը սրեմ։ Դանակ մկրած սրեմ, դանակ։ Այստեղ տես բաներ չկա։ Մանկություն, ինչ լավ էր տատիկից բակում գալիս էր մեկ էլ։ Ու իրանք շատ տարօրինակ էին երգում, ասում էին դանակ մկրած սրեմ, դանակ։ Սեր չէր բրծնում ֆրազաներ, ասեն կարար ասեր դանակ մկրած սրեմ, դանակ։ Դանակ մկրած սրեմ, դանակ։ Մեկ էլ մյուս ծոցաներ գալի բամբակ։ Բաբանը, մածուն, Հա, կարտոշկա։ բամբակ։ Մեկ էլ մեր բակում գալիս էին ձմիրուկ չէ, ձմիրուկ։ Չգիտեմ խի էին տենց ասում։ Ինչ ես անում հիմա։ Հիմա ես կաշվեհան եմ անում այս ձկնիկին։ Ինչալից օվկիանոսը կողքն է, բայց սառած էր, հա, ձուկը կարծես։ Այո, քանի որ ես չգիտեմ այս ձուկը որ թաղերից է։ Ճիշտն ասած։ Անի, Հա։ երբ է երիտասարդությունը ավարտվում քո կարծիքով։ Երիտասարդությունը ինձ մոտ ավարտվեց 30-ից հետո։ Մի րոպե ավարտվել է։ Հա, ես էլ չեմ զգում այդ էներգիան։ Ներսը երիտասարդ չես։ Գիտես, հա, բայց ինչ որտեղ էներգիա սիչել է, նստել է։ Ես ինչքան էլ ինչ չեմ զգում, ասենք, ջոջա, հա, օրինակ որ նայում եմ այն թվականներին կանանց 36 տարեկան կարճմազերով ջոջաներ լինեն, ջոջաներ։ Ну ոչ բոլորը, բայց մեծամասնությունը։ Հիմա մի տեսակ երևի համ դառն է փոխվել, բայց 30 տարեկանից հետո ես մի տեսակ ինձ զգացի արդեն մեծ։ Չեմ ասում տատիկ, բայց այդ էներգիան ինչ որ մի բան պակասեց, անկեղծ ասած։ Ստացվում է մոտդ։ Չգիտեմ։ Ինչ-որ բանով միգուցե օգնեմ քեզ։ Так, ինքը պետք է լինի երկար։ Ճիշտ ասած։ Անի այսօր տոն է, սովորաբար տոները ինչպես ես նշում, որտեղ ում հետ։ Սովորաբար տոները նշում եմ Հիշեցնենք մեր հեռուստադիտողին, որ մեր նկարումը տեղի ունենում փետրվարի 23-ին։ Սովորաբար տոները նշում եմ աշխատանքի վայրում։ Հա, այսի սիրում։ Այսինքն տանը ինչ որ բան տեղի չի ունենում։ Չէ, դա Չես պատրաստում եւ հravirում։ նույնիսկ ամենացանկալի տոներին, հա, իմ ամենասիրելի տոներից մեկը նոր տարին Քրիսմասը, ես անցկացնում եմ աշխատանքի վայրում եւ դա շատ ցավալի է։ Չնայած դա նույն Երևանում էլ է նույնը եղել, այնպես չի որ Երևանում նույնը չէր։ Այ այս տիպի ենք կտրտում ձուկը, ինձ թվում է ճիշտ եմ ես։ Որովհետեւ հացի վրա պիտի գեղեցիկ նստի։ Լավ։ Անի գաղտնիք չէ, որ Հայաստանում շատ մարդիկ ստիպված սուտ խոսում են։ Այստեղ ինչպես է, շատ են սուտ խոսում։ Այստեղ ժպիտով են խոսում, անցյալ տարի էլ էս նույն հարցը տվել։ Բայց սուտ խոսում են թե ոչ։ Իհարկե, բոլորն են սուտ խոսում։ Իսկ դու ինչպես ես կարողանում հասկանալ մարդը սուտ է խոսում, թե սուտ չի։ Ես նենց շուտ հավատում եմ բոլորին։ Ցավոք սրտի։ Այո, ես թվում է թե, հա,
հասկացող աղջիկ եմ, կհասկանամ, փորձ ունեմ, հա, ինչ որ շատ ստի փորձ ունեմ, ինչ շատ են խաբել, բայց կապ չունի։ Ես շատ արագ հավատում եմ մարդկանց։ Ասում են կնոջ գերխնդիրը երեխա ունենալն է։ Կնոջ միակ խնդիրն է երեխա ունենալը։ Այ մի խնդիր չէ, միակ ընդհանրապես կինը եկել է այս աշխարհ, որպեսզի երեխա ունենա։ Եվ ինչ ես մտածում այդ հարցի շուրջ։ Եվ ինձ թվում է, որ շատ կանայք կան, այդ օրգանը, որ նրանց տրված է, նրանք սխալ են օգտագործում։ Մի կենտրոնացի։ Օհա, Ուրիշ բանի մասն եմ խոս։ Գիտես, ես դա չեմ համարում եւ դրան այդպես չեմ նայում, ինչպես դու ես նայում, հա, ինձ համար բնությունը այնքան մաքուր է, յուրաքանչյուր օրգան ինձ համար Անի հաց ենք ուտելու մի քիչ հետո։ Խնդրում եմ, ես ուրիշ հարց տվեցի, դու կենտրոնացար ինչ-որ մի բանի վրա, որի վրա ընդհանրապես պետք չի որովհետեւ ինձ հաց պատրաստելու ժամանակ դու խոսում ես կնոջ գերխնդրի միսիայից, կնոջ գերխնդրի, իսկ ասենք կանացիություն ասելով ես հասկանում եմ այդ օրգանը։ Ոչ։ Ոչ, կանացիություն ասելով ես հասկանում եմ նախ այդ էներգիան, հա, կանացի էներգիան, իսկ որտեղից է գալիս, այստեղից է գալիս, հասկանում ես։ Բայց Միացյալ Նահանգներում կնոջը չեն թողնում, որ նա կանացի մնա եւ լինի։ Այո, որովհետեւ այստեղ մի քիչ դերերը փոխվել են։ Ինչ պիտի անենք, համեմենք ձուկը։ Այո, հիմա համեմենք ձուկը, քանի որ ձուկը սիրում է աղ։ Անի դու ֆինանսապես անկախ ես կարծում եմ։ Եվ ինչ է դա քեզ տալիս։ Ես միշտ անկախ եմ եղել ֆինանսապես։ Կարող է աղի լինի, կարող է շատ արեցի։ Իսկ երկրորդ կտորը չես մշակելու։ Չէ, քանի որ դու ձուկ չես ուտում։ Ասում ես դա բավարար է քեզ եւ Դավիթին։ Հա, սա բավական է։ Դավիթը այստեղ բողոքում է, ասում է միայն այդ երկու կտորը ես կուտեմ, ինչե։ Հա, էլի անեմ։ Չէ, այստեղ ասես չէ, ինչ անում ես արա։ Էս էլ կարանք անենք։ Իսկ այդ ձուկը որ մնա փչանալու է, պատրաստի։ Միգուցե երեկոյան Ես վերադառնաս ու կդնեմ սառնարանը։ Ինձ թվում է այսքանը մեզ հերիք է, որտեվ ինքը հացի վրա է դրվելու ու կշտացնող է։ Հայաստանում շատ-շատերը ասում են մեզ առանձնապես լուրջ ֆինանսներ պետք չեն, մենք երջանիկ ենք։ Իսկ այստեղ հակառակը ասում են միակ երջանկությունը փողի քանակի մեջ է։ Ինձ թվում է հայերը ճիշտ են։ Միշտ։ Ինչու՞։ Որովհետև փողի մեջ չի երջանկությունը։ Իսկ ինչի մեջ է։ Կարմիր բիբար։ Երջանկությունը։ Գիտես, փողը պետքա, որպեսզի դու կարողանաս քո երազանքներ իրականացնես, հա, լինես ավելի երջանիկ։ Երջանկությունը նախ ինքը պահ է։ Դու չես կարող լինել ամեն օր երջանիկ, ամեն պահին չես կարող լինել երջանիկ, այս գծու բիբարա, կարմիր։ Ու փողը մարդուն չի երջանկացնում, ուղղակի անհրաժեշտ պայման է։ Ինձ համար կարևորը, որ քո սիրած մարդկանց հետ լինես, ընտանիքի հետ լինես։ Սխտորի փոշի ենք Սխտորի փոշի արեցինք, սրա մեջ աղ չկա, չէ։ Ոչ։ Անի եւ կարծիք կա, որ Սփյուռքն է պահում Հայաստանը, այսինքն Սփյուռքից Հայաստանին օգնում են։ Իհարկե։ Քո կյանքում կա այդպիսի խնդիր, հա։ Այո, եթե հիմա ես Սփյուռքում չլինեի, հա, եթե ես համարեմ ինքս ինձ Սփյուռք, եթե ես չլինեի, ես արդեն քանի տարի այստեղ եմ։ Ես միշտ ասենք ուղարկում եմ գումար մամայից, որովհետև գիտեք, մամաս մենակ է եւ չի աշխատում։ Ես պատկերացնում եմ մնացած ընտանիքները ինչպես են տիրություն անում իրենց ընտանիքներին, այսինքն Սփյուռքը եթե չլինի, երևի Հայաստանում բոլորը սոված կմեռնեն, որովհետև ես գիտեմ էլի վիճակը ոնց է այնտեղ, այսինքն նույնիսկ մամաս եթե թոշակառու է ու թոշակ է ստանում, իրան այդ թոշակը չի հերիքում, նույնիսկ հոսանքի վարձի համար ծմրանը։ Ինչի մասին է խոսքը։ Տեղափոխվում քո մոտ ապրելու։ Որովհետև հնարավորություն չկա։ Ինձ կօգնես բացես սա։ Դուր փորձեմ։ Շնորհակալություն։ Ամեն ինչ շատ པարզ է, զիպ փականով էր փակված, բացվեց։ Շնորհակալություն։ Okay, սա չորացած թարխուն է։ Ինձ ասել են, որ անպայման չորացած թարխուն լցնեմ այստեղ։ Անի նոր երգերից մի փոքր խոսենք, քո կա նոր երգ կամ երգեր։ Կա նոր երգ ունեմ, կոչվում է փս։ Հետաքրքիր երգ է, կատակ երգ է, բայց անպայման ուզում եմ տեսահոլովակ նկարահանեմ։ Ամեն անգամ իմ սիրելի ֆաներին ոնց որ ասում եմ, որ հեսա տեսահոլովակ նկարահանեմ, բայց ամեն անգամ չի ստացվում։ Բայց հուսամ այս նոր երգին
վրա կնկարահանեմ եւ Ռիչարդ Մադլենյանին եմ նոր երգ պատվիրել, դուետ, որ պիտի երգենք ես եւ Թաթու Լավոյանը։ Երկես է փս-փսը մեզ համար։ Փիս-փիս է։ Չէ։ Ես հիշում եմ քո կատուն Երևանին։ Հա, ես այստեղի կատու ունեմ, հիմա ինքը բանա, պահկվել է։ Հուսամ շուտով տեսահոլովակ կնկարահանեմ եւ կներկայացնեմ հանրությանը։ Այս ձուկը կպահենք հիմա։ Իհարկե դա կպատրաստվի երևի մյուս տարի, հա։ Սա, չէ։ Երեք ինձ Էրնեստը բանա, պահպաղակ ա բերել։ Եթե նոր գործողություն չունենք, ապա ընդմիջենք, լավ։ Լավ, ունենք, մանանեզը չենք ավելացրել, սպասեք։ Ավելացրու։ 2 ճաշի գթալ։ Որ կերակրատեսակն էր, որ փորձեցիր այստեղ կամ ընդհանրապես քո կյանքում եւ չես մոռանում նրա համը։ Այստեղ այնքան համով բաներ կան։ Ես այստեղ սկսել եմ ուտել ստեյք։ Եվ ասեմ ձեզ, որ ոչինչ որ ձեռքերով խառնեմ։ Իհարկե։ Եվ ես Երևանում այդպես մսակեր չեմ եղել, որովհետև ես երկար ժամանակ վեգետարիան գայի կոպիտ ասած։ Բայց այստեղ փորձեցի ստեյք, այստեղ շատ համեղ են պատրաստում ստեյքը։ Այսպես մայոնեզով ձուկը համեմում ենք։ Այո։ Եվ կտրտելու ենք ֆրանսիական հացը շեղված, այսինքն շեղ ուղությամբ, բայց չգիտեմ էդ իմոց ստացվելու է թե ոչ, հիմա կփորձեմ։ Իհարկե կստացվի։ Եվ ձուկը պիտի շարենք հացի վրա եւ դնենք Անիսկ ժամանակ ունենում ես գրքեր կարդալ, ֆիլմեր դիտել։ Ոնց? Ջերուց։ Գրքեր կարդալ։ Ֆիլմեր դիտել, գրքեր Իհարկե, կարդալ։ ֆիլմեր շատ եմ դիտում ֆիլմեր, ես վերջերս սերիալներ եմ նայում։ Շատ հետաքրքիր։ Հայկական թե Ֆանտաստիկ, ամերիկյան։ հայկական բացարձակ ոչ մի ֆիլմ չեմ նայում։ Այս վերջերս մենք ենք մեր սարերը, որովհետև փոքր ժամանակ որ նայել էի, չէի հասկացել, բավականին խորը ֆիլմ է։ Այդ հին ֆիլմերը շատ սիրում եմ սովետի ժամանակվա։ Հիմիկվա այդ ջղային ջաջաները որ գորալով խոսում են, այդ սերիալները չեմ ընդունում։ Okay։ Եվ ո՞րն է այն գիրքը, որ կարդում ես հիմա կամ անընդհատ վերընթերցում ես։ Վերջերս նորից սկսել էի ծխել, նորից կարդացի Easy Way Լյոխկը Բրասանյեկուրից, Ալենքար։ Շատ լավ գիրք է, բեսթսելեր է, 30 միլիոն հոգի մարդ թողել է, ծխել է, այնպես որ սիրելի հայրենակիցներ, եթե խնդիր ունեք ծխելու, կարդացեք։ Երկու խոսքով ասա, ինչպես է դա տեղի ունենում այդ գրքում։ Ուրեմն այդ գրքում շոկաթերապիա չկա, այնտեղ չեն վախացնում, որ դուք հեսա քաղցկեղից կմահանաք, այնտեղ ուրիշ մոտեցում է։ Այսինքն հեղինակը քեզ համոզում է, որ դա ուղղակի brainwash, ուղեղի լվացում է, որ փոքր ժամանակվանից մեզ համոզել են, որ շատ դժվար է թողնել ծխելը։ Իրականում շատ հեշտ է թողնել ծխելը։ Այդքան բան, ընդհանրապես մի նախադասություն, որ մտավ այստեղ, որ հեշտ է ծխելը թողնելը։ Ամբողջ գիրքը դրա մասին է, 40 քանի գլուխ։ Բանի սեղանին գտա այսպիսի համեղ բաներ եւ վայելում եմ, քանի որ ձուկ չեմ ուտելու։ Ինչ կա։ Blueberry ու մալինա։ Մալինան հասկանալի է։ Blueberry-ն սև հաղարջի նման մի բան է, բայց ես Երևան, ճիշտն ասած, ես Երևանում չեմ տեսել։ Տեսել եմ սև հաղարջ, բայց Blueberry-ն մի քիչ ուրիշ է։ Անընդհատ դանակ ես սրում, ես չեմ հասկանում։ Մի անգամ պետք է սրել եւ 2 ամիս այդ դանակը սուր է։ Սիրուն կտրեմ, բայց պես չի լինում, ոնց։ Որ ասում են ամեն ինչ Ամերիկայում մանորակա ճիշտ են, էլի ասում։ Սուր դանակ ինչ ա որ չկա։ Սուրո, այս հացը ոնց կտրեմ, որ սենց սիրուն լինի։ Ես հիմա խայտարակ կլինեմ ամբողջ ազգի մոտ։ Խայտարակ չես մի անհանգստացի։ Անի ամենագեղեցիկ բանը, որ տեսար Միացյալ Նահանգներում։ Սենց չի կարա լինի այս հացը։ Բա ինքը ինձ ասեց ամենահեշտ մասը դա է։ Չես պատասխանում հարցից։ Մի րոպե լսի, ստեղ շատ լուրջ բան ա գնում։ Այ սենց պիտի լինի, օքեյ։ Ես հեչ չեմ արել, այս առաջին անգամ եմ անում ու չեմ կարում ես այս հացը սենց շեղ կտրեմ, շատ փափուկ է։ Okay, ինչ է իր հարցնում կներես։ Հարևաններն ասեն կտրատեն տանը։ Միգուցե մեքենա ունենան հատուկ կտրելու։ Անում են, բայց ոնց որ բարակա, բայց ոնց որ ստացվում է։ Okay, ասա, ինչ է իր ասում։ Ասում է ամենագեղեցիկ բանը, որ երբևէ տեսար Միացյալ Նահանգներում, դա ո՞րն է։ Օվկիանոսը։ Ինչու։ Օվկիանոսը։ Մեր Սևանի հետ կարող ես համեմատել։ Իհարկե,
կարող ես անհամեմատելի են Ինչո՞վ։ Օվկիանոս անսահման է, ստացվում է, չէ՞ ոնց որ։ Սևաններ տեղեր կան, որտեղից նայում ես անսահման է, ծայրը չի երևում։ Գիտես ոնց, Սևանը մերն է, դրա համար եմ ավելի շատ սիրում։ Բայց եթե համեմատես իր մեծությամբ, վեհությամբ ու գեղեցկությամբ, միանշանակ օվկիանոսը, ինչի մասն է խոսքը, Սուրեն։ Երբ որ տխուր ես լինում, գնում ես օվկիանոսի ափ եւ հա, եւ ինչ ես անում։ Ուղղակի նստում եմ ու սկսում եմ օվկիանոսի հետ խոսել։ Վախենալու չի օվկիանոսը։ Շատ վախենալու է, բայց որ մեծ է, քեզ թվում է, թե ինքը քեզանից իմաստուն է ու ինչ որ ավելի շատ բան գիտի, ինչ որ չգիտեմ, մեծություն է, էլի, չգիտեմ, ինչ խաղաղություն եմ զգում։ Անիսկ մենակ ապրելն էլ վախենալու չէ, այստեղ որ մենակ ես։ Շատ վախենալու է մենակ ապրելը, երբ որ գիշերը գալիս ես տուն ու կատուտա քեզ դիմավորում, ընդամենը, ու ինքը չայ չի սիրում, որ մի հատ խմի քո հետ չայ։ Ինչն ես կարոտե Հայաստանի։ Երբ որ մենք գալիս ենք, գիտես ինչ շատ ձուն էր եկե, այստեղ 6-7 տարի ձուն չես տեսել, չէ՞։ Տեսա, այս տարի գնացի Սեկուա պարկ։ Բավականին երկար քշում ես, բարձրանում ես սար եւ աշխարհի ամենամեծ ծառերն են այդտեղ։ Շատ գեղեցիկ մի տեսարան, մի վայր։ Եթե գնաք իմ Instagram-ի էջը կտեսնեք։ Այստեղ շատ գեղեցիկ տեղեր կան, բայց ցավոք սրտի քեզ թվում է, որ կգնամ, դե մի օր կգնամ, դե ստեղ եմ ապրում, տենց էլ չես գնում։ Բայց իրոք այնքան գեղեցիկ տեղեր էստեղ կան, որ պիտի գնանք։ Գեղեցիկ է ստացվում անի։ Հա, կարծում ես։ Այո։ Մոտավորապես այսինչ այնքը։ Անի իսկ ինչպիսին ես քեզ պատկերացնում մոտավորապես 15-20 տարի անց։ Որտեղ, ինչպիսին, ինչ ես անելու։ Ես ուզում եմ ապրեմ իմ կյանքի կեսը այստեղ, կեսը Հայաստանում, այսինքն տարի սկսեմ, կես տարի այստեղ ապրեմ։ Չէ, 20 տարի անց ինչ պետք է լինի քո կյանքում, որ դու լիարժեք երջանիկ լինես։ Լսի, ախր դրա մասին խոսեցիր, որ դու հա խոսում ես լիարժեք երջանիկ, դու մեծ տղա ես արդեն ու քեզ թվում է թե լիարժեք երջանկությունը մի օր գալու է մեզ ասի բարև ձեզ։ Իհարկե։ Ոչ, տենց բան չկա, սիրելիս։ Մեր ձեռքերում է ամեն ինչ։ Այո, դու ամեն օր կարող ես լինել լիարժեք երջանիկ, ոչ թե ամեն պահ։ Երջանկությունը պահա մեր ասելով ես, ինչ եկել ես։ Այսօր արթնացար եւ ինչու էր դու երջանիկ։ Բայց ինչ գիտես, որ ես այսօր արթնացել եմ ու ես այս հրունթակ արագ արթնացել եմ ու երջանիկ չէի։ Ինչու։ Դե որովհետեւ երջանիկ պահը հələ չէր եկի, այ որ երբ որ դուք եկաք իմ տուն, իմ օրս սենց մի տեսակ երջանկացավ։ Հայաստանի շունչ բերեցիք։ Հայաստանի շունչ բերեցիք ինձ ու ես երջանկացա, լուրջ եմ ասում, իհանակ չեմ անում։ Ինչ ծայրահեղությունների կգնաս, որպեսզի քո երազանքը կատարվի։ Այս հացը, մորթում եմ այս հացը, ինչ ես ասում։ Ասում եմ ինչ ծայրահեղությունների կգնաս, որպեսզի քո երազանքը կատարվի եւ այդ հացը կտրվի այնպես, ինչպես քեզ պետք է։ Նայ, ես բնավորությամբ խենթեմ։ Ես եթե Դա քո բնավորության լավ գիծն է։ Այո, ես եթե ուզում եմ կամ սիրում եմ, հա, ես ամեն ինչ կանեմ աշխարհը շուրջ կտամ, որ հասնեմ դրան։ Այսինքն ես յուրաքանչյուր խենթություն, ես նույնիսկ շատ զոհաբերություններ կանեմ ինքս ինձ վնասելով, որպեսզի հասնեմ այն ինչին ես ուզում եմ, դա է իր հարցնում, հա։ Շատ լավ, ավելի կենտրոնանամ, կոնկրետացնեմ հարցս, վերջերս ինչի մասն է երազում։ Ես ինչ եկել եմ Միացյալ Նահանգներ, երազում եմ երեխա ունենալ, ամուսնանալ եւ ընտանիք կազմել, բայց դա դեռ երազանք է։ Դա мечтать не вредно։ Вредно не мечтать։ Դրա համար շարունակում եմ երազել։ Միգուցե մի օր ընտանիք կկազմեմ։ Հիմա իմ ապագա ամուսինը կտեսնի ես ինչ լավ եմ մորթում ես հացը։ Իսկ նա եթե չտեսնի ուղիղ եթերում կարող է այցելել չէ սպասում KTM կայքը եւ այնտեղ տեսնել մանրամասն ամեն պահը հետ տալով, հասկանալով ինչ ես խոսում, ինչի մասն ես խոսում։ Այնպես որ Ինձ սիրուն նկարեք էլի։ Թող քո ապագա ամուսինը չէին սպասում KTM կայքում քեզ տեսնի։ Այո, ապագա ամուսին ուր ես, որ եկել ես սպանելու եմ քեզ, որ ուշացար։ Չէ, ավելի լավ է ընկերություն, ավելի լավ ընկերություն անես նրա հետ։ Ուշ լինի, չէ։ Ահա։ Անի Ես պահը ուզում եք։ Քո կարծիքով ով կամ ինչը կփրկի Հայաստանը։ Հայաստանը փրկության կարիք չունի։ Կեցես, ես հենց այդպեսի պատասխանել սպասում եի։
Միացյալ Նահանգներն է պետք փրկել։ Չէ։ Ամեն երկիր ինքն է որոշում ինչ պայմաններում ապրի։ Ես ուղղակի արտագաղթի մասին եմ ուզում հասկանալ, ինչը կփրկի, որպեսզի արտագաղթը ինչ պետք է անել, որպեսզի արտագաղթ չլինի։ Իսկ ինչի եք ուզում արտագաղթ չլինի։ Որ երեկոյան Երևանում ինչ որ մի ակումբում լսենք քեզ։ Գիտես, արտագաղթը իր լավ կողմերն էլ ունի։ Երբ որ Խտությունը պակասում է Երևանի։ Երբ որ դուրս ես գալիս, տեսնում ես ու նորից վերադառնում ես, այդ կարևոր է, բայց եթե դուրս ես գալիս չես վերադառնում, այդ լավ չի։ Եթե դու էդի նկատի ունես, այդ լավ չի։ Տես օրինակ հիմա ես դուրս եկա, տեսա, չգիտեմ լավ բաներ եմ սովորել թե վատ, բայց ես այդ իմ բոլոր հարստությունով, ինձ թվում է լավ բաներով կվերադառնամ իմ հայրենիք եւ ինչու՞ չէ, կլինեմ միգուցե օգտակար իմ ժողովրդին։ Ես ցանկանում եմ, որ դա ավելի շուտ լինի, քան դու պլանավորել ես։ Բայց երբ որ դու հնարավորություն չունես գնաս երկրից դուրս, դու քեզ զգում ես երկրորդ կարգի քաղաքացի։ Այդ շատ ցավոտ է։ Ես չեմ ուզում իմ ժողովուրդը զգա, որ ինքը երկրորդ կարգի քաղաքացի է, պիտի գնաս ինձ կանգնի դեսպանատների դիմաց, խնդրի, որ իրան թողնեն, որ ինքը գնա Էյֆելյան աշտարակը տեսնի կամ չգիտեմ, Universal Studio-ն։ Ես ուզում եմ այնքան ազատ լինենք, մենք գնանք, ստանանք վիզան, գանք, տեսնենք, նույնիսկ գնանք մեր երկիր։ Չլինենք վտարասորտնի։ Այդքան բան։ Անի ինչով է սպարտանում։ Քո հպարտության առարկան։ Իմ հպարտության առարկան, որ աշխատում եմ, աշխատասեր եմ։ Յուրաքանչյուր աշխատանք կանեմ, յուրաքանչյուր ի նկատի ունեմ պատվաբեր, որպեսզի կարողանամ ապահովել ինձ ու իմ ընտանիքը։ Եվ հպարտեմ, որ ունեմ պրինցիպներ, որ երբեք այդ պրինցիպները չեմ խախտի։ Կեցես։ Պրինցիպը սկզբունքն է, չէ՞ հայերեն։ Բավականին մեծացել ես եւ հետարքիր ես մտածում ավելի, քան 3 տարի առաջ։ Նա իսկական ամուսնանալու ժամանակն է։ Ճիշտ է, համաձայն։ Ինչ ունենք դեռ անելու, Անի։ Պիտի դնենք Ջերոցը։ Ջերոցը, ինչ ասիր։ Ջերոցը։ Մոռանում եմ այդ բառը։ Պիտի դնենք ջերոց եւ ինձ թվում է պատրաստ է մեր ձուկը։ Կարող ենք ուտել, բացի քեզնից, դու միրգ կուտես։ Այո։ Ես կարծում եմ խոհանոցում ամեն ինչ պարզ է։ Բայց մի հատ դնեմ էլի, մի հատ, եթե կարելի է ջերոցը միացնել։ Դա իրենց բարդություն չի ներկայացնում, առանց նկարանելու կարող ես։ Չեմ հարցրել 350-ի վրա եմ դնում, թե 400։ Կարող ես զանգարել եւ հարցնել։ Չէ, չեմ կարող զանգահարել։ Լավ, կդնեմ 350-ի ու 400-ի մեջտեղը։ Թե տես չի լինում։ Հա? Չգիտեմ։ 400-ը 350, բայց ձուկը կվարվի, չէ՞ ձուկը 300 դիր, 350 էլ դիր, 300։ Okay։ Ես հիմա ինտերնետում կնայեմ, լավ։ Okay։ Ընդմիջենք։ Ընդմիջենք։ Կհանդիպենք սեղանի շուրջ։ Okay։ Բայց նենց ես ասում, ոնց որ ուզող չունես, դու ես չմահավան, էլի։ Ես պատկերացնում եմ ինչքան են դռները ջարդում ու ինչքան են գրում։ 24-25 տարեկան, ինչ անեմ ես այդ 24-25-ներին։ Սերը տարիք չի հարցնում, քեզ չեն ասել։ Չի հարցնում։ Ես իմ փորձից եմ քեզ ասում։ Նայ, շատ լավն են ջահելները, երիտասարդները, շատ սեքսի են, իրանց մեջ էներգիա կա, կներես, որ այդ բառերը հա օգտագործում եմ, բայց փորձի պակասություն կա։ Ջահելի հետ։ No, yes։ Բա։ No, ես ուզում եմ ինձ սովորացնել, ինչքան կարամ սովորացնեմ։ Անի։ Այո։ Անցավ 25 րոպե, կես ժամ։ Այո, մոտավորապես։ Տեսնենք ինչ տեղի ունեցավ։ Տեսնենք։ Ահա։ Զագարի պահն է։ Выглядит аппетитно։ Բրավո։ Իսկապես շատ հետաքրքիր տեսք ունի։ Ես ուղղակի ափսոսում եմ, որ չեմ կարող փորձել։ Յա, ես էլ եմ շատ ափսոսում, որ դու հիմա ինձ հետ չես ուտելու, այն որ նույնիսկ չեմ ուզում նստեմ սեղանի շուրջ, որովհետև գիտեմ, որ դու ինձ հետ չես, բայց լիմոնը պարտադիր պայման է ինձ թվում է ձկան հետ։ Ուղղակի լիմոնը ճզմում ենք հացի վրա եւ շատ համեղ է, շատ։ Շնորհակալություն, որ պատրաստեցիր մեզ համար։ Ես էլ եմ շնորհակալ, որ հյուրընկալվեցիք այսօր եւ կարոտը սառա ձեզանից։ Բարի խորժակ։ Շնորհակալություն, բարի խորժակ։ Սալմոն հացով։
Բայց ինչ ափսոսա որ չեմ ուտելու 100% ափսոսա որ չեմ ուտելու։ Կարամ մի հատ տանեմ Հայաստան հետս։ Պասը վերջանա հետո ուտել։ Կամ չէ, սեպտեմբերին գալու եմ։ Կգամ կսարքես։ Լսի, մի հատ որ ուտես Աստված կներան, հա։ Չի կարելի։ Գայթակում եմ էլի քեզ։ Այո, չի կարելի։ Չի կարելի, չէ, չի կարելի։ Շնորհակալություն Անի։ Շնորհակալություն ձեզ, որ այցելեցիք։ Դավիթը ասաց, որ շատ համեղ էր։ Շատ։ Շնորհակալություն, որ այստեղ խնդիրներ ծագեցին, մենք շփոթված կանգնել ենք ուրիշի կայանատեղին։ Հենց սրա մասին էր խոսքը, պատկերացնում եք, կես ժամ ընդամենը կանգնեցիք ուրիշի Կայանատեղում եւ խնդիր ծագեց, ոստիկանն է եկել եւ ոչինչ, ամեն ինչ լուծելի է։ արդեն։ Տեսություն քեզ օրվա լավ շարունակություն։ Ես էլ եմ շնորհակալ, հաջողություն։ Սիրելի հայրենակիցներ, իրականում այո, շատ համեղ է ձուկը ստացվել, այնպես որ փորձեք։ Եվ ինչ ասեմ իմ հայրենակիցներ, շատ կարոտել եմ ձեզ, շատ սիրում եմ ձեզ եւ շուտով կվերադառնամ եւ կարոտես կառնեմ մամաջան պաչիկներ։ Քուրիկ ջան, սիրում եմ ձեզ շատ։ Ձկնային թեման Անի Թովմասյանին հետապնդում է ամենուր։ Ըստ Դավիթի շատ համեղ էր։ Դիմադրենք քաղցին միասին։